Քո կարծիքով ինչ է Ուրարտուն այսօրվա մեր հասարակության համար, մեր պետության կամ մեր այսօր Հայաստանում ապրող հայի համար ինչ նշանակություն ունի։ Շատ շնորհակալություն եւ հաղորդման հրավիրելու եւ այս առիթի համար։ Գիտեք, ես կարծում եմ, որ Ուրարտուն ունի տարբեր ընկալման հարթություններ։ Նախ առաջինը դա հայոց պատմության կարևորագույն մասերից մեկն է, որը մենք կարող ենք դիտարկել այն ժամանակվա համաշխարհային գործընթացների համատեքստում։ Այսինքն Ուրարտուն մեր պատմության այն բացառիկ դրվագներից մեկն է, երբ որ դու այն ժամանակվա աշխարհում ունեիր այսպես բացառիկ դերակատարություն։ Ուրարտուն ի վերջո կարելի է ասել իր տարբեր ասպեկտներով կայսրություն էր։ Իսկ հայկական լեռնաշխարհում մենք կարծես թե շատ քիչ կայսրություններ ենք որպես այդպիսին ունեցել։ Այս առումով շատ կարևոր է Ուրարտուն, գիտեք, Աստվածաշնչում հայ երկիրը ասորեստանցիներն էին անվանում Ուրարտու, ինչպես օրինակ շատերը մեր երկիրը անվանում են Արմենիա, Արմինիա եւ այլն, իրենք իրենց երկիրը, անվանում էին Բիայնա կամ Բիայնիլի եւ Աստվածաշնչում այն հիշատակվում է որպես Արարատի թագավորություն կամ Արարատի երկիր։ Այսինքն բոլոր այդ անունները փոքր լրացնող են եւ հոմանիշային են։ Հետագա բաբելոնյան աղբյուրներում մեզ հանդիպում է Ուրաշտու ձևը, որը արդեն Դարե առաջինի Աքեմենյան հզորագույն արքաներից մեկի Բեհիստունյան արձանագրություններում արդեն բաբելոնյան ձևում Ուրաշտու է, իսկ էլամերենում Արմինույա եւ նաեւ տեսեք պարսկերեն, հին պարսկերենում Արմինը։ Այսինքն գալիս է մի պահ, որ այս անունները դառնում են հոմանիշներ։ Ինչպես, ինչու եւ այլն, թողնենք դրանք մի կողմ, այսինքն մենք ունենք նաեւ որոշակի ժառանգականություն, որի մասին փաստում են ինչպես լեզվական, այնպես նաեւ գլխավորապես հնագիտական սկզբնաղբյուրները։